Բարև ձեզ, սկսում ենք մեր Իմնեմնիմի պոդքասթի առաջին թողարկումը, Իմնեմնիմի, այո։ Սիրելի ընկերներ, եթերում է Իմնեմնիմի պոդքասթի 4-րդ թողարկումը։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ, մեկնարկում է Իմնեմնիմի պոդքասթի 9-րդ թողարկումը։ Մենք այսօր եւս տոնական ատրիբուտիկայով ենք, տոնական համազգեստով ենք, հատուկ համազգեստով, որը որ խորհրդանշում է եւ ոչ միայն համազգեստը, նաեւ տեսնում եք մեր տաղավարում է տեղադրված հայկական մանգալ համապատասխան բանջարեղեններով։ Սկսում ենք Իմնեմնիմի պոդքասթի 30-րդ թողարկումը։ Մենք չենք պատկերացնում, որ 30-րդ թողարկումը մենք կսկսենք նմանատիպ պայմաններում, այսինքն ուղիղ եթերում համապատրաստից կարելի է ասել, որովհետև այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում, Արցախում իրավիճակը գերլարված է։ Բարի երեկո, սիրելի ընկերներ, սիրելի համախոհներ, մենք սկսում ենք Իմնեմնիմի live podcast-ի 40-րդ թողարկումը, հիշեցնեմ, որ վերջին արդեն տևական ժամանակը մեր podcast-ները մենք անում ենք online real-time ձևաչափում, որովհետև իրադարձությունների զարգացումները թույլ չեն տալիս մեկ օրվա տարբերությամբ մատուցել կատարվողը եւ դա է պատճառը, որ նաեւ տեխնիկական որոշ խնդիրներ են ունենում, նաեւ մեկ կամերայով ձայնագրման հարցը, որը շուտով լուծվելու է, մենք արդեն ձեր միջոցով, մեր համախոհների միջոցով, ձեր օգնության միջոցով կարողացել ենք այդ հարցը լուծել, հիմա մեր տեխնիկան արդեն Ամերիկայից գալիս է, երբ լինի արդեն կունենանք ավելի տեխնիկապես հագեցած մի քանի կամերաներից սպեցէֆեկտներով։ Սպեցէֆեկտները չէ, բայց դե սպեցէֆեկտներ բերինչներին ապեր։ Բարի երեկո, սիրելի ընկերներ, բարի երեկո, սիրելի համախոհներ, եթերում է Իմնեմնիմի live podcast-ի 57-րդ թողարկումը։ Բարի երեկո, ես եւս տաղավարում եմ, ուղղակի նոր հնարավորություններ են ստեղծվել եւ այդ հնարավորություններին համապատասխան մենք էլ կարողանում ենք բարի երեկոն ասել առանձին եւ ավելի մոտիկ կադրից։ Բարի երեկո, սիրելի ընկերներ, սիրելի համախոհներ, սիրելի բարեկամներ։ Բարի երեկո, մենք վերադարձանք արդեն ուղիղ եթերում, ոնց որ շատ տարօրինակ էր նախորդը չլինել ուղիղ եթերում եւ այս ընթացքում մենք կարոտել էինք եթերը։ Այո, իրապես շատ էինք կարոտել։ Ինչ տարօրինակ է, չէ՞, ինչ տարօրինակ է այս ամեն ինչը, շատ տարօրինակ է։ Բարև ձեզ ընկերներ։ Բարև ձեզ մեզ շատ սիրող եւ ընդհանրապես չսիրող։ Ինչ անսովոր է, չէ՞, ոնց որ ուրիշ տեղ նստածելն ենք։ Ուրիշ տեղ լինի, ուրիշ կյանքից ինչ որ դրվագներ, որոնք արդեն տենց մոռացվել են։ 7 ամիս էլ 7 ամսից ավել չենք վարել։ Ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ չգիտեմ, կոնկրետ թիվը չեմ հիշում, թե ինչքան հետևորդ ունեինք, երբ հայտնվեցինք այլ տաղավարում։ Դրա համար չեմ բացառում, որ շատ մարդիկ կան, որոնք մեր վարելով չեն տեսել այս նախագիծը, հիմա ասում են, ինչ մոմենտ է, այսով եկավ, նորմալ էր, ինձ խառը մարդիկ են, այդ գարեկ են մեր։ Հա։ Այնպես որ ես Վազգենն եմ, ինքն Արեգն է, մենք մի ժամանակ ստեղ էինք։ Մենք արդեն, չգիտեմ նկատեցիք թե չէ, այլ լուսավորության ներքո ենք, էլ ավելի upgrade է արվել մեր լուսավորումը, հիմա ինչ որ ուրիշ ձևերով է լույսը, ընդեղից լույս ունենք, ստեղից լույս ունենք, մի խոսքով գրեք, թե արդյոք տեսնում եք տարբերություն կարտինկա կոչվածի այդ նկարի մեջ, կադրի մեջ, որովհետև այսօր այլ setup-ով է արված եւ տենց շատ ինստիտուտի։ Ես օրինակ տենում եմ շատ լավ է կադրում, անկեղծ տարբերությունն է բացահայտ երևում է։ Եթե նկատեցիք, չգիտեմ, օբշի կադրում հələ նայեք։ Ես սպասում եմ։ Նայեք, նայեք այսօր ժամը 7-ից տենց աշխուժ ուրախ, ասում եմ, նայեք, ինչ տաղավարի նոր տեսք ունենք, գնացել շկաֆերա ձեռք բերել։ Դեռ էս ամենը չի, ընթացքում ամեն ինչ ավելի հետաքրքիր է լինելու, բայց կարծում եմ, որ ընդհանուր տեսքը տաղավարի արդեն իսկ փոխվում է ու գնալով ավելի գեղեցիկ ու ավելի ընդգրկուն է լինելու եւ ավելի հնարավորություններ տվող։ Մենք այսօր մտել ենք նոր միկրոֆոններով, այնպես որպեսզի ճիշտ զգաք այդ ձայնը, խնդրում եմ մեկ պահ փակեք ձեր աչքերը,
լսեք ձայնը ու ասեք թե արդյոք լսվում է, զգացվում է տարբերությունը, որովհետև, չգիտեմ, Նարեկի խորին համոզմամբ հիմա պետքա տենց աուդիալ իդեալական վիճակ ստեղծվի, կասեք մեկնաբանություններում արդյոք զգացվում է Այսինքն մենակ Նարեկի ասելով, հա? Դե մենք քո ասածին ենք վստահում։ Հա, մինչև այդ վստահել եք իմ ասածին, հա։ Ոնց է ժողովուրդ, ըհը, շնորհավոր, շատ շնորհակալություն։ Ձայնը թույն է, հենա արդեն գրել է, գորը գրում է, ձայնը թույն է։ Ահա, փոխվել է, չէ՞ Գորջան ձայնը։ Լրիվ ուրիշ ձայն։ Ես հիմա պատկերացնում եմ մարդիկային, օրինակ ասում են, չէ, տենց չեմ նայի, Չի բան հիմա տարածվելու մեկը գրում էր Արայի աննասուն, տենց ինձ էին, չէ՞ գրում, տենց բաներ խոսքի։ Ինչ ասում։ Հազում եք վեր ենք թռնում։ Հələ մի հատ հիմա կողքի վրա հազում եք, թե չէ։ Լսեցիք, որ հազում։ Հիմա հազս ոնց էր ախպեր, հիմա որ սենց հազան ոչ մեկը չջոգեք, որ հազում եմ։ Լավ կլինի բա։ Լավ կլինի։ Բոլորը գրում են, որ ձայնը լավն է, տարբերությունը միանշանակ է։ Շնորհակալություն։ Մի հրաշք ձայն։ Տեսա։ Չճանաչեցի նույնիսկ մարդիկ գրում են, մամիլն է գրում։ Ընտիր։ Նախ տեղեկացնենք, որ մենք այլևս մեր նոր բազմոցներով ենք, բազմոցները ստացանք, ինչի համար շնորհակալություն հայտնենք Կարենին, այսօր մենք արդեն ոնց որ տեսնում եք, նոր բազմոցներով ենք և ոչ միայն, բազմոց չասենք, լավ, բասկաթոռ ասենք, որտեղ ուղղակի բազմոց էլ կա, դրա համար, էդի մնացել էր սեղանին, թաքուն անում էիր։ Թաքուն չէ, շատ բացահայտ։ Կարեն ջան, շատ շնորհակալություն, վերջը այո, տեսնում եք, հասավ, հիմա տենց գույներն էլ նույն գույնի մեջ են, կարող է շատ չտարբերվի, բայց հավատացեք նստած զգացվում է տարբերություն, ամեն այդ մորքուր կա, որ անդադ գալիս ասում է, կեղտոտ է ձեր կրեսլոները, բան, դա երևի չի ասի, որտեվ էս մի քիչ ուրիշ մատերիալ է, երևի տենց այդքան տպավորություն չի լինի, որ կեղտոտ է, այնպես որ մի հատ էլ տենց ինչ որ ավելի բազմոց, այդի բազմոց։ Այնի բազմոց, այսինքն կարանք երկու հյուր ընդունենք միանգամից։ Եթե երկու շատ մոտիկ հյուր լինեն իրար, կարան շատ քիպ նստեն։ Իսկ եթե հերո լինեն, մենք կարանք մոտեցնենք այդ մարդկանց այդ բազմոցի վրա իրար կողք նստեցնելով։ Հա։ Մոտեցնենք նստեցնելով։ Մեզ միացավ մեր շատ լավ ընկերը իրավապահ ապագայում երևի, հա? Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ես ապագայի բանով էի գնում։ Մի խոսքով մեր շատ լավ ընկեր, իրավապաշտպան, ամենեն հայոց իրավապաշտպան, ինչպես իրեն հաճախ ասում են, Ռուբեն Մելիքյան, ում ծնունդն է այսօր։ Բարի երեկո, սիրելի ընկերներ։ Բարի երեկո, մեզ շատ սիրող եւ հատկապես չսիրող մարդիկ։ Եթերում է ամենաօբյեկտիվ եւ ամենաանաչառ դասական լրագրության մեռած առաջին քրեակահաղական ոդքասթը։